Սիրելի հայրենակիցներ, այստեղ քննարկումը ցավոք սրտի ոչ թե մերկանտիլիզմի եւ լիբերալիզմի քաղաքատնտեսական ընտրության մեջ է, որ իհարկե շատ հետաքրքիր է։ Ավելի շուտ տնտեսական վիճակի մասին է խոսքը։ Այն ինչ որ հիմա ներկայացվում է, շատ նման է ցեմենտային կլինկերի турքերի փոփոխությանը։ Թե կլինկերը, թե արմատուրան ու ամրանները օգտագործում են շինարարության մեջ։ Турքերի բարձրացումը մի նպատակ ունի։ Փոքրացող շուկայում ապահովել տեղական արտադրողին, եթե շուկան լիներ մեծ եւ ընդարձակվող, տեղ բոլորի համար կլիներ։ Բայց քանի որ շինարարությունը չի կարող անվերջաճել։ Հարկային օրենսգիրքը փոխելով, սահմանափակելով եկամտահարկի հետվերադարձի ժամկետը 25 թվականով Երևանով, շինարարությունը արագ աճեց քաղաքում, Երևանում։ Մարզերում փոփոխությունը ակնկալված արդյունքը չի տվել, գոնե թվերը ցույց չեն տալի, որ մենք ունենք շինարարական բում մարզերում, խոսքը չի գնում Երևանին հարակից, երբ ասենք Աբովյանից ավելի էջ տեղացնել Քանաքեռ կամ Քանաքեռից Երևան։ Ուստի ես այս նախաձեռնությունը կարող եմ գնահատել որպես մեգատրենդի շուկայի նվազման, շինարարական շուկայի նվազման առաջին զգուշացում։ Տնտեսությունը, տնտեսական աճը, որի մասին վաղ խոսեն եւ դիֆերամբներ կձոնեն, հիմնված է եղել շինարարության վրա, ոչ արտանելի շինարարության վրա, որը հասել է հագեցման կետին եւ մեզ սպառնում են բավականին ծանր օրեր նվազող տնտեսական աճով։ Շնորհակալություն։ Էդուարդ Աղաջանյան, կարևորը որ տնտեսական աճով, պարոն Խաչատրյան, համեցեք։ Չեք կարողանում էլի ասում եք տնտեսական, նվազող տնտեսական աճ։ Ես կորոշեմ, պարոն Խաչատրյան։ Չէ, ես կորոշեմ, պարոն Խաչատրյան, եւ տեղից չխոսակ, պարոն Խաչատրյան, եւ պարոն Խաչատրյան, խնդրում տեղից չխոսել եւ չմիջամտել իմ աշխատանքին։ Համեցեք։ Պարոն Խաչատրյան, ձեզ նախազգուշացում եմ հայտարարում եւ խնդրում եմ այլևս չմիջամտել իմ աշխատանքին։ Համեցեք։